Հիմա գալիս եմ սպանություններին, կներեք, ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ, ես կներեք սպասեք, ես միտքս ավարտեմ, ձեր հարցին կպատասխանեմ, հիմա ասեմ, ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարդստեղ, ինձ կապում են Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես Քանաքեռում հայտնի Տու Մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ հետ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արավտավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում, մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այն ինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատաիրավական համակարգի դանդաղ աշխատանքից։ Հիմա անդրադառնամ մյուս դեպքին, օրինակ 168 ժամներ կներեք հրապարակել կապված, կներեք մտ բան ասեմ։ Հիմա ես հարցերին պատասխանում եմ, կներեք Փայլակ ջան։ Հիմա կանդրադառնամ գալիս եմ ձեր հարցին։ Մի քանի ամիս առաջ նաեւ իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես ուղիղ կապ եմ տեսնում նաև այդտեղ, երբ որ ինձ հաջողվեց 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ $30 միլիոն հավելել գումար է մուտքագրվելու պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջի անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել, 168 ժամը տեղեկություն հրապարակել, թիպրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր կամ ես փորձել եմ իրավի ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել, նաեւ 160 Ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս հայցով նույնպես վնասի փոխհատուցում պահանջեմ։ Ես արդեն նշեցի, որովհետև ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների դեմ։ Օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասը, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խստացնել, հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ՑՄ ազատազրկում, նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ եւ այս պայմանությամբ դեռևս չի ընդունվել։ Սա ինչ եմ ասում, բայց նաև այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունել եւ անտրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի եւ դիմեի նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գայի։ Հիմա կապված մյուս Փարաքարի դեպքի հետ կապված։ Հիմա Փարաքարի դեպքի հետ կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին, եւ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փարաքար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնաձիգ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։
Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ եւ նաեւ ինչ որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված փառաքարի դեպքերի հետ, լավ աշխատանք։ Հիմա Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական ենթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաեւ հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ Ինչպես քրեական ենթամշակույթ կրող մարդու Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում, ես կներեք մեծ բան ասեմ, տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Հիմա Մհեր Ախտոյանի մասին է հարցը, պատասխանը թույլ տվեք, կարաք միաժամանակ Դուք միաժամանակ 10 հոգով խոսում եք, ես գրկած նկար որևէ մեկի հետ չունեմ։ Հիմա տվյալ դեպքում Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, Մհեր Ախտոյանին ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ իրարից չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մականունով հարցերին պատասխանել։ Որ Ալեն Սիմոնյանը դիմել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ստուգեն արդյոք Վաչր Շոժան, որը ձեզ է պատկանում, արդյոք դա այդպես վարձակալության տրվել է, Սևան ազգային պոակում են, այն թե ոչ, ինչու՞ չէ։ Դուրերին, որ նման դիմում է եղել։ Շնորհակալ եմ։ Սևան ազգային պոակում է։ Ոլորտից են ձեզ շրջանակները։ Սևան ազգային պոակում է։ Ես արդեն ասացի խաղային ոլորտից, քրեական ենթամշակույթ կրող անձինք եւ թմրանյութերի բիզնեսի մեջ ներգրաված։ Վաչր Շոժայից խոսել, պարոն Չեմ խուսափում, ես չեմ ցանկանում Ալեն Սիմոնյանի շուրջ այլևս խոսել։ Վաչր Շոժայից եմ հարցնում, արդյոք Սևան ազգային պոակում ներառված է։ Բայց ինչու՞ չեք պատասխանում, արդյոք Վաչր Շոժան Սևան ազգային պոակում ներառված է թե ոչ։